Շատ ուրախ եմ եղել առաջարկը ստանալուց, որովհետև երկար տարիներ միշտ ինքս իմ մեջ հարց ա եղել, թե ինչի մենք չենք նկարահանում մեր մեծերի մասին ֆիլմեր, ու երբ վերջապես հաստատվեց, որ պետք է նկարենք ֆիլմը, և իմ ուրախությանը չափ ու սահման չկար, որից հետո միանգամից եկավ շատ մեծ դժվարություններ, որովհետև ուրիշ բան ա ուրախանալ, որ վերջապես այդպիսի ֆիլմ ա նկարահանվելու, ուրիշ բան ա, երբ որ դու արդեն դու պիտի դա խաղաս, դու պիտի ներկայացնես, և ուրախություն մեզ բոլորիս, մենք կարողացանք իմ կարծիքով պատվով ներկայացնել մեր մտածելակերպով, մեր էությամբ, թե մենք ոնց ենք տեսել, ոնց ենք հասկացել։ Առաջարկը իհարկե չէր կարող մերժվել իմ կողմից, որովհետև մեծ երջանկություն ա խաղալ մի ժամանակաշրջան, որտեղ դու պատանի ես եղել, լիքը բան ես տեսել, լիքը բանի միջով անցել ես, քեզ համար հերոսներ ունես ես կյանքում, նմանություններ կան սարսափելի շատ մեծ, ու այդ ամեն ինչ էկրանավորել։ Մեծ պատիվ ա Սպարապետին մարմնավորելը, մեծ պատիվ էր շատ նմանություններ գտնելը, որովհետև ես մի քանի ամիս ուսումնասիրել եմ տարբեր երիզներ եմ դիտել, տարբեր ժապավեններ, տարբեր հարցազրույցներ իրենից, ու գտել եմ լիքը նմանություններ, չգիտեմ դա ոնց ա եղել, գտել եմ նմանություններ իմ, Սպարապետի ու Խորեն Աբրահամյանի միջև։ Նմանություն կարելի ա գտնել, օրինակ, որ առաջնորդին չեն սիրում։ Օրինակ, դա ինձ համար շատ մեծ խնդիր ա, որ մենք ընդհանրապես, ինչքան ես ապրում եմ, 20 տարի, 30 տարի առաջ այդպես էր, ցավոք սրտի հիմա ոչինչ չի փոխվել։ Մենք առաջնորդ չենք սիրում, չենք կարող պատկերացնել, որ ինչ-որ մեկը պետք է մեզ առաջնորդի, որովհետև մենք բոլորս առաջնորդ ենք, որովհետև մենք նրանից ավելի շատ ենք հասկանում, ինքը ով ա, որ մեզ էս ասի, կամ իր ասածով մենք շարժվենք։ Այդպիսի դեպքեր կան, առնչվել ենք, առնչվում ենք, ու դժվարությունը ինձ համար կոնկրետ շատ մեծ էր, որովհետև այն ամեն մի րոպեն, այն ամեն մի վայրկյանը, որ ես նկարահանվել եմ ու պատրաստվել եմ այդ դերին, ինձ համար շատ էմոցիոնալ էր, հիվանդագին բաներ կային, որ ես տանում էի, ու մինչև այլ տանում եմ, ուղղակի ժամանակ ավելի սուր էին, երբ որ ինչ-որ բաներ ես իմանում, պատմություններ ես իմանում, հարցազրույցներ ես նայում, նրա վերաբերմունքն ես իմանում, շատ ավելի բաց, քան գիտեն մնացածը, թե ինչպես ա վերաբերվում ազգին, ինչպես ա վերաբերվում գյուղացուն, ինչպես ա վերաբերվում բժշկին, արվեստագետին, թատրոնին, ֆիլմերին։ Մարդիկ ոնց կարող էին իրենց սխալ ընկալել կամ չընկալել, ես շատ ծանր էի տանում, բայց հետո ֆիլմի ընթացքում, պատրաստվելու ընթացքում ես հասկացա, որ այդպես էլ պետք է լինի, որովհետև այն մարդիկ, ովքեր երկիր են ստեղծում, պատմություն են ստեղծում, նրանց ոչ բոլորն են կարող հասկանալ, ու դա նորմալ է, դա այդպես էլ պետք է լինի, որովհետև ժողովուրդը պետք է զբաղվի իր գործերով, իսկ այն մարդիկ, ովքեր Աստծու կողմից ուղարկված են ինչ-որ կարևոր շատ բան անելու, իրանք պետք է չարչարանքների ու տանջանքների գնով հասնեն մի բանի, ու գուցե իրանք էլ այդ պահին չեն հասկանում, թե ինչ են ստեղծում, ինչ են կերտում, բայց իրանք մի բան վստահ գիտեն, որ դա նրանք պարտավոր են անել։ Միշտ մեր պատմությունը, որ թերթում ենք, տեսնում ենք, որ եղել են մարդիկ, մի խումբ մարդիկ, ում ուսերի վրա է եղել ամբողջ հայ ժողովրդի պատմությունը, բոլոր ժամանակաշրջաններում, մեծ մասը զբաղվել է ուրիշ բաներով, ցավոք սրտի։ Թող կոպիտ հնչի, բայց պիտի ասեմ, ուզում եմ չափից շատ գնահատենք մեզ, մեր պատմությունը, մեր անցյալը, չափից շատ ուզում եմ գնահատենք։ Այդ դեպքում ապագան ավելի լավը կլինի իմ կարծիքով։ Գնահատել են անցյալը, այն ամեն ինչը ինչ որ եղել է։ Դարերի ընթացքում բոլոր են մարդկանց, ովքեր կանգնել են ամուր պատի պես ու ասել են մենք կանք ու պետք է լինենք։ Ես վստահ եմ, որ այդպիսի մարդկանց ծնունդը հենց Վազգեն Սարգսյանը, որ ուրիշ տեսակ ուղղակի չի պատկերացնում։
Մարդիկ կան, չէ, որ անդադ փորձում ես ինչ-որ բաներ ես բացատրում, ասում ես, նրանք ասում են, հա, բայց ինչի չէ, բայց հա, կարելի է եւ այսպես, բայց մարդիկ էլ կան, որ ասում են ոչ ես կողմ, ոչ են կողմ։ Էսա ու վերջ։ Իսկ որպես օրենք այդպիսի մարդկանց հետ ուրիշները հաշվի են նստում։ Եթե տեսնում են դու համ ես ասում, համ են ես հիճում, համ ստեղ սուս մնացիր, բայց այնտեղ խոսացիր, բայց հիմա միտքդ փոխել ես, քեզ շատ վատ բաներ են սպասում։ Բայց մարդիկ կան, որ չգիտեմ, դա սպարապետի մոտ Աստծուց էր, ծնողներից էր, իր ապրած կյանքից էր, իր պատկերացրած Հայաստանից էր, որ իր հոգին ու արյունը այդպիսին էր, որ եթե այսպես է, ուրեմն այսպես է, ոչ մի ուրիշ տարբերակ ես չեմ գտնում։ Դուք տարբերակ գտեք, ինձ առաջարկեք, ես կմտածեմ, թե դուք ոնց եք ուզում այս բանը լինի ձեզ համար։ Իմ համար ամեն ինչ պարզ է, վստահ է ու այսպես պետք է շարունակվի։ Այ այդ ամրությունն եմ շատ գնահատում, շատ սիրում, որովհետև ինչ որ փոքրիկ բաներ կա, ես էլ իմ մեջ թույլ տվեք նվաստես գլուխ կովամ, ես էլ շատ բաներ նմանացնում եմ հենց Պարապետի կերպարին, Վազգենի կերպարին, որ մարդ անսահման սիրի ու նվիրվի երկրին, ուզենա ինչ որ մի բան փոխելու մենակով, միայնակ, դա երևի աշխարհում ամենաուժեղ մարդիկ են այդպես լինում։ Ունենալով իր սեփական սխալները, բոլորն են սխալվում, բայց սխալները ուղղելով, սխալների վրա սովորելով, փորձելով ինչ որ մի բան փոխել, դա կարող է անել մշակույթի մարդ, իսկ մենք գիտենք, որ Վազգեն Սարգսյանը մշակույթի մարդ էր։ Բոլորն են ասել, շատ մեծ գրողներ ասել են, որ մենք պատերազմը չլիներ, մենք մեծ գրող Վազգեն Սարգսյան կունենայինք։ Կորցրեցինք, բայց շահեցինք շատ ավելի մեծ ամուր բազուկ եւ բռունցք մեր երկրի համար, հպարտություն, որը երբեք չի մարի իմ կարծիքով ու շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր վերջապես չնայած շատ մեծ դժվարությունների, ահռելի մեծ դժվարությունների փորձեցին նկարահանել այս ֆիլմը։ Ես շնորհակալ եմ իրենց, որովհետև իրանք անում են շատ մեծ գործ հետագայում մենք բոլորս կտեսնենք այս ամեն ինչի արդյունքները։ Մարդիկ կան ինչ որ գործ են անում, ասում են, դե հա նկարվեցինք, չգիտեմ, հայտնի դառան կամ ինչ, բայց այս է տարբերակը չի, որովհետև հովանավորները, այն մարդիկ, ովքեր ծնունդ տվեցին այս ամեն ինչին, լրիվ ուրիշ նպատակներ են հետապնդում։ Հետապնդում են ցույց տալ մի մարդու, որին բոլորը, ինչպես ինքն էր ասում, գիտեին ջղային ու քրտնած, բայց ցույց տալ ուրիշ տեսակից, թե ինչպիսի մարդ էր, ինչ էր նրա մտքում, ինչպիսի հոգի ուներ, տղամարդու էությունը ցույց տալ։ Կա հայերեն, կա հայ մշակույթ, կա հայ միտք, հայ կերպար, որը երբեք չի կարող փոխվի ինձ համար։ Հենց այդ կերպարներից մեկն էր Վազգեն Սարգսյանը։ Շատ մեծ ցավ է ապրում, որ նա այլևս չկա, բայց մենք երջանիկ ենք, որպեսզի այդպիսի տղամարդիկ ենք ունեցել, այդպիսի ազգի ներկայացուցիչներ ենք ունեցել։ Մենք պետք է դա գիտակցենք միշտ ու հավերժ, որ մենք երջանիկ ենք, որ նրանք եղել են։ Մենք անդադ փորձում ենք նմանվել ինչ-որ ուրիշներին, ուրիշների արածը կրկնել ու փորձել ցույց տալ, որ ես կարող եմ քո պես կամ քեզնից լավ, բայց դա իր արածն է։ Մենք կարևորը մենք ենք։ Թե ինչ տեսակ ենք մենք։ Այս ֆիլմը նաև նրա մասին է, եկեք մտածենք ինչ տեսակ ենք մենք։ Ով ենք մենք, ինչ ենք ուզում։ Արդյոք կան այն բարքերը, այն մտքերը, այն հավատքն ու ուժը, ինչ որ կար այն ժամանակ, ինչ որ կար Վազգեն Սարգսյանի գլխում, հոգում, թե ինչ որ բաներ մոռացել ենք, բայց վստահ եմ այսպիսի ֆիլմերից հետո ինչ որ բաներ արթնանում է մարդու հոգու մեջ, որովհետև ավելի քան վստահ եմ, որ դա երբեք մեր մեջից դուրս չի գա, ուղղակի կարողանում են դա շատ խորը քննացնել։ Իսկ սա արթնացում է, ֆիլմը արթնացում է, հիշողությունը արթնացում է։ Մեզ ինչքան էլ ուզենան ուրիշ մարդ դարձնել չեն կարող, որովհետև մենք կանք, դեռ լինելու ենք ու դեռ մեծ գործեր ունենք անելու։